Հայաստանում ենթակառուցվածքների վերականգնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման շուրջ քննարկումները առավել ակտիվացան 2025-ին, Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո։ Ապաշրջափակման համատեքստում նախորդ տարեվերջին Երևանը Մոսկվային առաջարկել էր վերականգնել Հայաստանի երկաթուղային որոշ հատվածներ։ Հայաստանյան երկաթուղին ռուսական կողմի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008-ից 30 տարով երկարաձգման հնարավորությամբ։ 2025-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասաց, որ մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Փաշինյան-Պուտին առանձնազրույցի բաց հատվածում Ռուսաստանի նախագահը չհստակեցնելով ասել էր, թե հայկական կողմի բարձրացած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն։ Այս ընթացքում լրագրողների հետ ունեցած շփազրույցին Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամկետում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր տեսնի, ապա Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն յետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք։ Երեկվա ճեպազրույցին արդեն վարչապետն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հայկական երկաթուղու կառավարման հարցով այժմ ընթանում են աշխատանքային քննարկումներ։ Եվ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետև ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Իսկ եթե Ռուսաստանն այս քննարկումների ընթացքում չհրաժարվի կառավարման իրավունքից, արդյոք Հայաստանը պատրաստ է խզել պայմանագիրը։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է երկաթուղին, եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարող է ուղղակի խզել եւ չեղարկել պայմանագիրը։ Մի րոպե, բայ այդ եմ ասում, մեզ պետք չի որ դա գնալ ինչ որ բանի սուր խոսակցության կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Թե ավելի վաղ եւ թե երեկ հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած լուծման տարբերակը հետեւյալն է։ Այնպիսի երկիր կամ ընկերություն կամ երկրի ընկերություն լինի, որը եւ Հայաստանի հետ ունենա նորմալ լավ հարաբերություններ եւ Ռուսաստանի հետ, որպես թեման չսրվի։ Այս ընթացքում Ռուսաստանից հնչեցին կտրուկ արձագանքներ, նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի կողմից, ապա եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի։ Վերջինիս խոսքով Հայաստանի երկաթուղու կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը Շոյգուի խոսքով կարող է մեկ գիշերում փլուզվել։ Վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով Ռուսաստանն այլ աշխարհաքաղաքական նկրտումներ ունի։ Այն է թույլ չտալ, որ Հայաստանում կոմունիկացիաները զարգանան։ Որովհետև այս կոմունիկացիաները իրեն շրջանցող կոմունիկացիաներն են եւ իր թաթը այստեղ դրել է հենց դրա համար, որ խոչընդոտի այդ զարգացմանը։ Դա կլինի երկաթգիծ, թե ճանապարհներ, թե գազամուղ, նավթատար, ամեն ինչ։ Այնպես որ ինքը կարող է այսօր ասել, դե քննարկենք, ձգձգի, հույս ունենալով, որ առաջիկայում ինչ որ իր համար դրական տեղաշարժեր կլինեն եւ ավելի կոշտ դիրքորոշում կկարողանա ունենալ։ Քաղաքագետ Գարիկ Քերյանի կարծիքով էլ հարցը վաղուց տնտեսական հարթությունից տեղափոխվել է եւ այժմ ունի քաղաքական բնույթ։ Առաջընթացի համար Քերյանի խոսքով պետք է հաշվի առնել նաեւ Ռուսաստանի կարծիքն ու շահը։ Նախ իրավական առումով Հայաստանը չի կարող ժամկետից շուտ, ուրեմն այսպես ասած, չեղարկել այն պայմանավորությունը, որով ոչ տրված էր հայկական երկաթուղիների ռուսական կողմի կառավարմանը։ Եթե պարզապես դա անի զուտ վարչական գերակաշահ հայտարարելով կամ ուժային ձևով առանց հաշվի առնելով ռուսերի դիմադրություն, սա անշուշտ կբերի հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը։ Եթե իրենց վրա դատախազությունը նույնիսկ գործ էր հարուցվել 60 թե 100 քանի միլիոն դոլարի չարաշահումների եւ չկատարված պարտավորությունների պահով։ Այսինքն ակնհայտ է դա հիմք է չեղարկելու։ Եվ վերջո, եթե իրենք դիմեն միջազգային արբիտրաժ, այնտեղ մենք հանգիստ կարող ենք դա էլ հաղթել։
Խուրշուդյանի կարծիքով Ռուսաստանն ուզում է նաև թրիփի մաս կազմել, որ ծրագիրը տապալի։ Եվ լրիվ հակառակն է, եթե իրենք ասում են մենք չլինենք, չի լինի, հակառակը, եթե իրենք չլինեն, նոր միայն հնարավոր է տրիփ իրականացնել։ Նախորդ ամիս վարչապետը հայկական երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու տեսանկյունից դիտարկել էր նաև Միացյալ Արաբական Էմիրությունների, Քաթարի, Ղազախստանի տարբերակները, թե որ տարբերակի շուրջ կզարգանան իրադարձությունները դեռ պարզ չէ։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։